Սեպտեմբերի 29-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն հետևել ծառայությանը։ Ստորաբաժանման ղեկավար կազմը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործառույթները, նախարարության 2023-2026 թվականների ռազմավարությունից բխող կենտրոնի աշխատանքը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի նախարարության որոշ ծրագրեր, մասնավորապես ոստիկանության, փրկարարծառայության եւ շտապօգնության միասնական զանգերի կենտրոնի ստեղծման աշխատանքը։ Քննարկման առարկա է դարձել տարբեր ծառայությունների տիրույթում գտնվող զանգերի սպասարկումը, ըստ ծառայությունների դրանց փոխանցումն ու կառավարումը։ Խոսվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, այդ թվում արհեստական բանականության միջոցով, հանցագործությունների կանխման, բնակչության վաղազդարարման, աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիների պատրաստվածության վերաբերյալ հարցեր։ Նախարարի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել արտակարգ տարբեր իրավիճակներում ծառայողների գործողությունների վերաբերյալ դասընթացների մանրամասներ, ինչպես նաև ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման նպատակով իրականացնել փոխադարձ այցեր։ Նույն օրը Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության փոխադրամիջոցների եւ վարորդների լիցենզավորման ստորաբաժանման ղեկավարության հետ։ Նրանք ներկայացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացը։ Քննարկվել են գործընթացներում մասնավոր ընկերությունների հետ համագործակցությանը, ընկերությունների լիցենզավորմանն ու քաղաքացիների սպասարկմանը վերաբերող հարցեր։ Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում հաշվառման քննական ստորաբաժանումների ծառայությունների լավարկմանն ուղղված աշխատանքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտում նույնպես շարունակել համագործակցությունը։